Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, բարեկամներ, համակիրներ, նաև չարակամներ։ Ձեզ էլ բարև, որովհետև ամեն տեսակետ, ամեն խոսք պետք է պարզասվի և հստակ լինի հանուն Հայաստանի Հանրապետության։ Հիմա կոնկրետանամ, այսօրվա մեր հաղորդաշարը հատուկ մեր նախատեսումով նվերելու ենք Հայաստանի Հանրապետությունում առաջիկա ուրեմն ազգային ժողովի հերթական ընտրություններին, երկրում ժողովրդավարության կարգին և պատմական զուգահեռ ենք անցկացնելու, թե ինչպիսի վտանգներ կան ժողովրդավարությունը իջարս օգտագործելու և երկրում ռևանշիստների իշխանությունը վերականգնելու, հետևապես և հայկական աշխարհը ռուսկի միրի մեջ տարալուծելու առումով։ Մենք հստակ ենք միշտ խոսել, նույնը հիմա շարունակելու ենք հստակ, ճշգրիտ և պատմական զուգահեռներով, որտեղ պատմությունը ճիշտ է չի հուշում, չի որոշում յուրաքանչյուրի փոխարեն, բայց պատմական տրամաբանությունը հուշում է նախատեպեր։ Հիմա ինչ նկատի ունեմ։ Դուք տեսնում եք, որ հանրապետությունում քաղաքական կյանքը սկսել է եռալ, հատկապես դա պայմանավորված է ռևանշիզմի ոտի կանգնելով։ Դա իհարկե կապված այն հանգամանքի հետ, որ տեղափոխությունից հետո պատերազմից հետո ծանր տարիների արդյունքով եւ այլն, ինչ-ինչ պատճառներով իշխանությունը նրանց ում հասնում էր քրեական պատասխանատվություն, բարակալուխներին այդուհանդերձ չընթարկեց այդ պատասխանատվությանը, որի վերաբերյալ ասեմ, որ նաեւ հանրապետությունում մեծ դժգոհություն կա, բայց դա այն ինչ որ կա։ Նրանք, ովքեր Ռուսաստանի հետ համագործակցաբար նախապատրաստեցին եւ ռեալիզացրին Հայաստանի Հանրապետության եւ պարտությունը Արցախի հանձնում Ադրբեջանին, այսօր հոխորտում են եւ մեղադրում են ուրիշներին, ինքը ինչը անարդար է, ինչը հակապատմական է եւ հակահայաստան է։ Խոսքով այս այդպես է եւ տարօրինակն այն է, որ ժամանակին, երբ որ Ալիևը զինվեց հրթիռներով, Հայաստանում Ղարաբաղյան կլանը եւ ռուսական սեգմենտը իր բարագլուխներով, նաեւ եկեղեցու ուրեմն մեջ տեղակայված, այսպես ասենք, հակապետական տարրերով զինվեց լրատվությամբ եւ սկսեց լրատվական տերորը երկրում, անհասկանալի ուրեմն լրագրողներով եւ այլն, այս բոլորը գիտեք։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ինչ պատմական զուգահեռի մասին է խոսքը, որ ես ցես ուզում եմ փոխանցել, որի վերաբերյալ ես որոշել եմ էլի կուսակցության որոշումով մեր ժողովրդի լայն ուրեմն շերտերին աշխարհի տարբեր ծայրերում առաջին հերթին բնականաբար Հայաստանի Հանրապետություն տեղյակ պահել։ Եվ կոնկրետանամ ավելի։ 1930-ական թվականներին, մինչև Գերմանիայում Հիտլերի իշխանության գար, այդ հանրապետությունում իրականում ժողովրդավարական կարգեր էին հաստատված, երկիրը ուներ բազմաթիվ խնդիրներ, պարտվել էր Անտանտի հետ պատերազմում եւ Գերմանիան աղետի առաջ էր կանգնած այն իմաստով, որ թանկություն էր, քայքայում էր, բայց երկիրը դեմոկրատական կարգ էր հաստատել, ուներ կուսակցություններ, կուսակցական պայքար, իշխանության համար կատաղի կռիվ։ Դա Վայմարյան հանրապետության շրջանն են ասում, որը հաստատվել էր 19 թվականից մինչև 32 թե 31 թվական։ Մի խոսքով, Վայմարյան հանրապետությունը Գերմանիայում դա ուրեմն պարլամենտական հանրապետություն էր, եւ իրականում ժողովրդավարական կարգ ապահովում էր ինչպես Հայաստանում։ Բայց ինֆլյացիա, տնտեսական քայքայում, կոնտրիբուցիա, պարտություն, հոգեկան տվայտանքներ ժողովրդի պարտության արդյունքով ահռելի դժգոհություն էին կուտակվել եւ մարդիկ դժգոհ էին, տարբեր կուսակցություններ լուծումներ էին առաջարկում 1930 թվականների Գերմանիայի ուրեմն ազդեցիկ կուսակցությունները 3-ն էին, կային նաեւ մանր-մունր կուսակցություններ, բայց նրանք եղանակ չէին ստեղծում։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, այսօր նա Բունդեսթագում կա Գերմանիայում, պարբերաբար կառավարող կուսակցություն է դառնում, կար ուրեմն նացիստական կուսակցությունը, նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցություն, որի առաջնորդն էր ֆյուրերը, Հիտլերը, եւ կար կոմունիստական կուսակցությունը, որի վերաբերյալ կարծում եմ Հայաստանի ավագ սերունդը դասագրքերից, ֆիլմերից շատ է հիշում Ընկեր Թելմանի կերպարը, որը այսպես Տաղրապյալն էր, որը Դուժազն էր, որը Գերմանիայի հայրենասերն էր, ինչ որ Ռուսաստանի շահերը թելադրում էր։ Նայեցեք ինչու եմ ասում,
ինչ որ ասում եմ, դուք զուգահեռաբար այսօր մոդելային իմաստով Հայաստանում տեսնում եք։ Այն վտանգը, ինչ որ Գերմանիան ճաշակեց եւ հետո աղետը ֆաշիստական, երկրի ոչնչացումը պատերազմի արդյունքով, այդ բոլորը հայաստանյան կյանքը կարծես թե պատերազմից հետո մեզ մոտ վերականգնել է։ Հիմա Հայաստանի առումով բոլորն են համաձայն գրեթե, որ երկրում իրականում ժողովրդավարություն է, ճիշտ է, թույլ ժողովրդավարություն, որտեղ պատերազմից հետո է, քայքայումից հետո է, տնտեսական որոշակի վերելք է, հատկապես ճանապարհաշինություն է։ Հայաստան նման ճանապարհաշինություն ընդհանրապես իր պատմության մեջ չի ունեցել, ինչ որ այս 2-3 տարին է, դպրոցաշինություն է, մանկապարտեզաշինություն է եւ բարձում է տգետների մի ֆաշիստացող մի համախումբ, հատկապես դժգոհ է ուրեմն դպրոցաշինությունից, որովհետեւ բարձ է, չէ, դպրոցաշինությունը հետո նշանակում է հայրենաշինություն, հետո նշանակում է հեռավոր շրջանների վերականգնում, հետո նշանակում է թքած ռուսական սեգմենտի վրա, դա է նշանակում, այստեղից էլ դպրոց այսօր թշնամի ռևանշիստների համար, շինարարության առումով։ Հիմա վերադառնանք Հայաստանից Գերմանիա։ Ուրեմն Գերմանիայում իհարկե դժգոհություն էր, ինչպես որ մեզ մոտ կա դժգոհության ահռելի ալիք, հատկապես կրկնեմ, եթե Գերմանիայում դժգոհ են ինֆլացիայից, ասում է, որ այդ տարիներին գերմանացին մի պարկ մարդ փող կարող էր վերցնել եւ մի պարկ փողով գնալ խանութ եւ վերցնել մի բուխանկա հաց առներ։ Ինֆլացիան ուտում էր ամեն ինչ, իսկ Հայաստանում ժողովրդի համար նա դա էլ եղած խնդիր է, Ղարաբաղյան կլանի անպատիժ մնալը, ռուսական սեգմենտի հայտնի դեմքերի բացահայտ գործունեություն եւ նաեւ ինչ չասենք, ինչքան ընտրությունները կմոտենան ռուսական շպիոնական ցանցի գործունեությունը եւ գոհունակություն ասենք, որ վերջին շրջանում ոնց որ թե իշխանությունները գողապետության եւ ռուսական լրտեսական ցանցի դեմ լավագույն կռիվ են մղում, բայց դա քիչ է։ Ուրեմն ավելի պիտի լինի, որպեսզի մենք պահենք մեր անկախությունը, մեր պետականություն եւ այլն։ Հիմա ավելի կոնկրետ խնդրում եմ թվեր եմ ասելու, շատիկ լինեք։ Ուրեմն 3 կուսակցություններ այն Թումանյանի ասածով կողքի էին դուրս եկել, մրցապայքար էր ուրեմն 1930 թվականից հետո Գերմանիայի իշխանության համար։ Առաջինը ասեցի թվականակով տոկոսով սոցիալ-դեմոկրատներն էին, հետո արդեն նացիստները, ֆաշիստներից էլ ասեմ հայտնի դեմքերը, Հիտլերը, Գյորինգը, Գեբելսը, հատկապես Մարտասպան, բոլորն են Մարտասպան, հատկապես Հիմլերը, SS-ի ղեկավարը, հիմա էլ ոնց որ SS կա, ուրեմն Գեբելսը, որը գիշեր-ցերեկ խոսում էր եւ Հայաստանյան գողապետության լրատվամիջոցներ դարել, ագրեսիվ, սուտ ու ճշմարիտ ասել եւ հայտնի է խոսքը նաեւ Գեբելսի մինչեւ հիմա։ Ուրեմն սուտը ինչքան մեծ, այնքան հավատացողը շատ։ Դրա համար սուտ ավելի շատ խոսել, դուք տեսեք, այս բոլորը Հայաստանում հիմա տեղի ունենում։ Բարձվում է, որ այստեղ կար նաեւ Ռուսաստանի ազդեցություն։ Հիմա կասեք ինչ կապ ունի 1930 թվեր, Գերմանիա, Հիտլեր, Գեբելս, մահվան ջամբարներ, Գերմանիայի զարգացման հնարավորություն եւ նաեւ տապալման հնարավորություն։ Մի խոսքով ինչ եղավ 1932 թվեր եմ ասելու ձեզ 32 թվականի նոյեմբերի 6-ին Գերմանիայում տեղի ունեցավ Ռայխստագի ընտրություններ եւ 3 կուսակցություններ ձայների թվերը ստացան այսպիսին։ Ես դա ասում եմ, որ ուշադիր լինեք, ինչ կարող է լինել մայիսից հետո Հայաստանում։ Զուգահեռ անցկացնելը ձեր խնդիրն է։ Ուրեմն ընտրությունները տեղի ունեցան, առաջի տեղ դուրս եկավ Հիտլերի կուսակցությունը։ Այսօր Հայաստանում դուք Հիտլեր ունեք, նայեցեք, գիշեր-ցերեկ հարցազրույցներ են տալիս եւ կույսի տեսքով իրենց չարագործությունները Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի հանդեպ փորձում են վերագրել ուրիշի վրա։ Ուրեմն ընտրությունների օրը գերմանական նացիոնալ սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որ նացիզմն է կամ ֆաշիզմը, ստացավ 33.1% ձայն։ Թվեր ուշադիր եղեք, եթե կարող եք գրեք նաեւ։ Սոցիալ-դեմոկրատները Հայաստանում դժբախտաբար սոցիալ-դեմոկրատական կուսակցություն չկա, որ պարտադիր է որ լինի։ Սոցիալ-դեմոկրատները ստացան ընտրություններում 20.4% ձայն եւ կոմունիստական կուսակցությունը, որ Թելմանի կուսակցությունն էր, դուք ֆիլմերից կհիշեք, որին 44-5 թվականին Հիտլերը բանտում Մոաբիտ բանտում սառեցրին իր արածի համար, բայց դա այլ հարց է։ Կոմունիստներն ստացան 16.5% ձայն, սա վարդանիկներն են։ Այն որ Ալեքսանդրապոլից կամ Գյումրից օգնության աղերս էին ուրեմն հղում առի հյուսիս։ Ուրեմն տեսեք, եթե
կա կոմբինացիայի հնարավորություն։ Իմ ասածը հենց վերաբերում է Հայաստանում ընտրությունների արդյունքի եւ կոմբինացիաների հետ։ Ուրեմն եթե սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստական կուսակցությունը, որ երկուսն էլ իսկական բանվորական կուսակցություններ էին, եթե իրար հետ միանային, սրանց ձայների քանակը կլներ ուրեմն 37% եւ այս պայմաններում բացառված էր Հիտլերի հաղթանակը, բացառված էր, որտեղ նա ուներ 33.1% ձայն։ Այստեղ մի կես աճուծախ ոչինչ չի փոխում, ժողովուրդ։ Բայց ինչ եղավ։ Դուք գիտեք, որ ամենտեղ կոմունիստական կուսակցությունը Կրեմլի լրտեսական ցանցն է, որպես Հիտլերի իշխանության գա եւ Ստալինը կամ Ռուսաստանը պարզ կկատարած լինի տեղի ռեակցիա եւ ֆաշիզմի օգտին, նույն Կրեմլը այսօր Հայաստանում նույն նացիստների համար է աշխատում, ֆաշիստների, ոնց կուզեք, եթե ուզում եք զուգահեռ, ուրեմն Մոսկվայից արգելեցին սոցիալ-դեմոկրատների եւ կոմունիստական կուսակցության դաշինքը։ Կրկնեմ, եթե դաշինքը ստացվում էր, Հիտլերը այլևս իշխանություն դառնալու շանս չուներ, բայց քանի որ Մոսկվայից որոշել էին, որ Հիտլերին պետք է օգնեն, որպեսզի իշխանության գա, Հիտլերն էլ հետո հարձակվի Ֆրանսիայի, Անգլիայի վրա եւ Ռուսաստանը դառնա համաշխարհային տիրակալ երկիր, ինչին այսօր ձգտում է ուրեմն Ուկրաինայի փողոցներում, դաշտերում, խուտորներում, որը չի հաջողվելու, բայց այդ փորձի համար կոմունիստներին արգելեցին դաշինքի գնալ սոցիալ-դեմոկրատների հետ եւ ուրեմն նացիստները կանգնեցին, Հիտլերը կանգնեց առաջի տեղ եւ Հիտլերը հաղթեց։ Ահա թե ով է իշխանության բերել Գերմանիայում, գերմանական ֆաշիզմին։ Հետո ուրիշ բան եղավ։ Հիտլերը ուրեմն նախատեսել էին Մոսկվայից, որ Ֆրանսիային, Եվրոպային հաղթելուց հետո կհարձակվի Անգլիայի վրա, իսկ անգլոսաքսերը դուք գիտեք, որ ռուսների ողերին թշնամիներն են, անկախ որևէ հանգամանքից։ Եվ այսպես եւ նայեցեք, որ գիշեր-ցերեկ Հայաստանում անընդհատ անգլիական տրամադրություն կա, որը խրախուսում են ռուսները։ Օրինակ ասեմ նաեւ, իրենց երեխաներով ապրում են Լոնդոնում, ռուսների վերնախավը, բայց գիշեր-ցերեկ խոսում են Լոնդոնի դեմ։ Ինչպես որ հայ իսպաները, հա, գանձագողերը, ինչ եղավ, կողոպտեցին երկիրը, հետո կաթողիկոս կոչվածի օգնությամբ Իզմիլյանով տեղեկանք ստացան մեռածի եւ գնացին Գերմանիա բուժվելու, բոլորը նույն սխեմավ են աշխատել։ Հիմա տեսեք ինչ, այսպես մի խոսքով Հիտլերն անցավ 33.1%-ով եւ Ֆինդենբուրգը նախագահ նրան նշանակեց կանցլեր եւ Գերմանիայում հաղթանակեց ֆաշիզմը։ Ուրեմն դուք նկատի ունեցեք, եթե ուշադիր նայեք, Հայաստան այսօր բևեռացած երկու քաղաքական խմբավորման մեջ, մեկը Հայաստանի Հանրապետությունն է իր իշխանությամբ եւ այլընտրանքային կուսակցությունով, այլընտրանք, որոնց թվում է ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական միությունը, որը բոլոր բարականերով տեսնելով թերություն, հաջողություն եւ այլն գնահատել է պետության աշխատանքը, տանգնել է իշխանության կողքին հանուն Հայաստանի Հանրապետության ազատության, անկախության, ժողովրդավարության պահպանման եւ այլն։ Եվ մյուսը ռուսական սեգմենտն է, վարդանիկներ եւ այլն, ինչ որ դուք տեսնում եք։ Հիմա էլ հետո բարձրացվեց Սամվելներ, հետո կլինեն Արաններ եւ այլն, սա ռուսական ուղղությունն է։ Եվ ինչ, ստացվում է հետեւյալը։ Ուրեմն Գերմանիայում ստացվեց այսպիսի մի պարադոքսալ բան։ Հիտլերը հաղթեց, Հիտլերը դարձավ կանցլեր եւ երկրում վերացրեց առաջին հերթին ժողովրդավարական կարգը, Գերմանիան նախապատրաստեց պատերազմի համար, 39 թվականին սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Գերմանիան հիշում եք ինչ օրի մեջ էր, ինչ վիճակում էր։ Եվ այսպես Հիտլեր կապուտ, Գերմանիա կապուտ եւ այլն, ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասել։ Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է դիրքորոշվենք եւ Մոսկվայի գործակալական ցանցը կամ քաղաքական կողմնորոշումը ուրեմն ռուսկի միրի օգտին, իսկ սրանց նպատակը ռուսկի միրն է, որ հաղթի, արմիանսկի միրը լուծվի գնա վերջանա, ուրեմն սա չպետք է թողենք ձեզ հետ միասին։ Սա Վայմարյան հանրապետության պատմական փորձն է, զգուշացնումն է, որ դուք կարող եք ձեր մտքով լավ բան անել, թվում է, բայց ստացվի վատ արդյունք, որովհետև ինչպես որ Ստալինի ժամանակ Կոմկուսը կառավարվում էր, եւ նման ուժերը կառավարվում էին Կրեմլի կողմից, այսօր ռուսական սեգմենտը կառավարվում է, ուրեմն կառավարվում է Մոսկվայի կողմից։ Այլապես, եթե դա այդպես չլներ, դուք երբեք չէիք տեսնի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան դաշինք, կամ իրար հետ մերձեցում։ Ասում են ժողովրդի մեջ, որ սրանք իրար ատում են անչափ, բայց իրենց ատելը կոպեկ չարժի, որովհետև իրենց
դիրիժորը, ուրեմն կամ դեսպանատունն է, կամ Կրեմլը կարգավորում եւ սրանց վերում է համատեղ պայքարի Հայաստանի անկախ հանրապետության դեմ։ Այս բոլորը Վայմարյան հանրապետության պատմական փորձն է, որը ես ցես թվերով ներկայացրեցի, եւ հետո այսպես պատմությունը իհարկե ասում են չի ների։ Հիտլերին էր պատմությունը չներեց, բայց գերմանացիները տվեցին 26, կարծեմ 16 միլիոն զոհ Գերմանիայի ավերում, ֆաշիզմ եւ այլն։ Այսօրվա մեր ասելիքի իմաստը այն էր, որ ես ձեզ զգուշացնում եմ ֆաշիզմի, որը այլ տեսքով կարող է գալ վտանգից Հայաստանում, որովհետեւ եւ կա ֆաշիզմին համապատասխան կուսակցություններ մոդելային իմաստով, եւ կա Հիտլեր, Գյորինգ, Գեբելս, եւ այսպես ուրեմն կլինեն նաեւ համակենտրոնացման ճամբարներ, չկասկածեք, ոչ մի կասկած չունենաք։ Մինչդեռ մեր ժողովրդավարական կարգի ամրապնդումը, ուրեմն մեր պատմական ժառանգության գնահատումը եւ շարժվելը դեպի ապագա նշանակում է, որ մենք պետք է հաղթենք, որտեղ ես վստահություն ունեմ, որ որտեղ այդ հաղթանակի մեջ իր բաժինը պետք է ունենա Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որը ձեր հավատի կուսակցությունն է, ձեր մշակույթի կուսակցությունն է եւ Հայաստանի ներկայու ապագայի կուսակցությունն է, որը բոլոր բարականերով տեսնելով իշխանության թուլություն, թերություն եւ այլն, որոնք մեծ խնդրի մեջ շատ մեծ արժեք չեն, կանգնած է կկանգնի ժողովրդավարության դիրքերում հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ընդդեմ հայկական ֆաշիզմի իր ֆյուրերներով։ Վստահ եղեք, այդ ֆյուրերները ձեր մեջ շղթում են, հանկարծ չծխալվեք։ Ուրեմն ստեսություն ձեզ, այն հետո ուրեմն տեսնում եք իմ հետևում ամրոցն է։ Դա Հայաստանի Հանրապետության ազատ անկախ պետության ամրոցն է, եւ մենք իրավունք չունենք ամրոցը հանձնելու ռսաստրուգներին, ռսամերներին եւ ռսակոծերին։ Ուրեմն եւ դա նշանակում է Ղարաբաղյան կլանին եւ օլիգարխիա կոչվածին գողապետության բարագլուխներին։ Մնացածը իմացեք, որ Հայաստանի արչեւ ճանապարհը բաց է եւ մենք շարժվում ենք դեպի ապագա, ձեզ հետ միասին Փարքաստո մենք այսօր շարժվում ենք այդ ապագան Թրամփի մայրուղով։ Ստեսություն ձեզ, բայց մեր ուժերով, վստահ եղեք։ Հայաստանում ֆաշիզմը տեղ չունի եւ ֆյուրերներ չպետք է լինեն։ Եթե ֆյուրեր եք ուզում, հիշեք այն գաղ գերմանացուն Գեբելսին, որ գիշեր ցերեկ հայ էր կանչում եւ Գերմանիան դարավ աղետի ճանապարհով։ Ստեսություն ձեզ, լավ մտածողություն եւ առողջություն։ Այսպես նաեւ հաջողություն մեզ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը։